Բարև ձեզ, սիրելի աղավնաձորցիներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Լավ, դուք ոնց եք։ Ինչ անուն եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեք կան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ, շատ լավ։ Տղաներ, լավ եք։ Ում չբարևեցի։ Բարև։ Բարև ձեզ, կներեք, ում չհասցրի ձեռով բարևեմ։ Այո, շատ հետաքրքիր է, թե ինչ եք ստացել։ Փետրվարից բացվեց, արդեն 2 ամիս։ Գրանտային ծրագիրն է։ Այո, որը տեսել եք լոֆթով մյուս Այո։ եւ Այստեղ լոֆթը չի, ուրիշ կազմակերպ։ այստեղ մեր կազմակերպությունն է Հայ առաջադեմ երիտասարդություն, Հայաստանում 4 երիտասարդական կենտրոն ունենք։ Մեկը պետության եւ համայնքի հետ համագործակցությամբ այստեղ բացվեց։ Մյուս 3-ը որտեղ են։ Չարենցավան համայնքում, Վայոց ձորի Բայք համայնքում եւ Երևանում։ Լավ։ Հա, գիտեմ, հրազդանում ուրիշ առիթով կմտնենք անպայման։ Ես մի օր պատահական ընդեղ կմտնեմ։ Առաջին տպավորությունը արդեն շատ լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կենտրոնի երիտասարդական աշխատող Նանան է Աղավնաձոր բնակավայրում։ Ուրախ եմ շատ։ Ինչ եք անում, ինչով եք Երիտասարդները զբաղվում։ գալիս են այստեղ եւ գրանցվում են սկզբում եւ իրենց արդեն միջոցառման են գնում։ Ինչ միջոցառում։ Կարող ենք հենց հիմա նայել ինչա այստեղ կատարվում։ Մի րոպե, մի րոպե։ Բարև ձեզ։ Լավ եք, նստեք։ Բարև ձեզ, ինչ եք խաղում։ Ահա, հələ մի հատ եկեք։ Ոնց եք խաղում այդ խաղը։ Նստի, բարև։ Նստի։ Ես համնում պետք է ով առաջին ամուսական վերցնեմ։ Հստական հետաքրքիր տեղ է, շատ են սիրում հայերը գնալ։ Թայլանդ, Շրի Լանկա։ Ես որն եմ իրակն։ Իրակ։ Դուս ու լսեցի։ Որին ակտիվ։ Թուրքմեստան։ Մալայզ։ Դուբայ։ Շրի Լանկա։ 10 փոքր։ Ասիայում է գտնվում։ K այո։ Մալը չի։ Ասիայում է ֆյով սկսվում։ Ինչով։ Ֆյով։ Ֆիլիպիններ։ Այո։ Գանա։ Մյով սկսվում։ Մյանմար։ Բիրմա, այո։ Ասիայա։ Օման կա դրա նման մի հատ այլամն է Եյով սկսվում։ Այո։ Ես ինչ դժվար դրոշներ եք ձեզ դրոշներ։ Ես սովորում եմ։ Ես կոնն է։ Երկու բառից է բաղկացած, արևելյան ինչ-որ բան է, Ասիայում է գտնվում։ Թիմոր։ Ապլես։ Ահա, ճիշտ է, դժվար են։ Ասիա, այո։ Ինչ։ Լաոս։ Լաոս, այո։ Չինաստան։ Չգիտեմ, բաժան։ Շատ եմ լսում արդեն։ Դուբայ։ Ասիայում է։ Վրաստան։ Հյուսիսային Կորեա։
Աֆրիկա գնանք, մի քիչ էլ։ Չելի միշ։ Լավ դուք խաղացեք, ես նենացի։ Աչո։ Այս հատվածը ամառային ավելի շատ հատվածն է, յուղում թերևս սրճարան եւ նման բաներ չկան ժամանցային։ Հոյակապա։ Մենք ամռանը նաեւ կկարողանան ժամանցային վայրում։ Այսինքն սրճարան կլինի։ Կարծում ենք այո, սոցիալական ձեռնարկատիրության մոդելով կաշխատի։ Դեպի մեջ ներդրումներ կարվեն։ Սա լավ սրճ։ Տեսարանը Կարելի է Երևանից էլ գալ սուրճ խմել ստեղ տեսարանին։ Ամռանը շատ գեղեցիկ է։ Շատ լավ է, իմ մտքով էր լետ էր անցնում։ Հասանելի կլինի, այո, բոլոր Շատ լավ է, շատ կարևոր է։ Քանի որ ներսից դառնել, գոնե դրսից կարողանում ենք ապրել։ Իսկ քանի այցելու ունեք։ 2 ամսվա ընթացքում ունեցել ենք 600 շուրջ այցելու, ինչի որ մեր նախատեսվածից իհարկե շատ ավելի շատ է, Հա։ համար ենք այդքան նախատեսում։ 2 ամսում Բարև ձեզ։ Ինչ եք անում դուք ուղղակի ընթերցանությամբ եք զբաղված։ Շատ լավ է։ Դուք գյուղից եք։ Ձեր կյանքում ինչ-որ բան փոխել է կենտրոնը։ Այո, ժամանցի գայր։ Իսկ որ չկար կենտրոնը ժամանցի ուրիշ ինչ վայր կար։ Կարելի է չկար։ Ստեղ կարելի է սուրճ խմել, թեյ խմել, կարդալ, խաղալ, շփվել։ Սկզբունքը ոնց որ Շատ լավ է։ Լավն է։ Կարևորը աշխատանքի բարելավը։ Կարևոր աշխատանքի որակը շատ լավն է, երևում է, որ խնամքով արված։ Ահա։ Բարև ձեզ տղաներ։ Բարև ձեզ։ Դուք Աղամնաձորից եք։ Ձեր կյանքում ինչ է փոխել այս կենտրոնը։ Հա։ Լիքը լավ բաներ։ Օրինակ։ Օրինակ, խելաց ենք դառնում քեշ-քեշ։ Առաջ էլ եք խելացի, բայց ավելի խելաց եք դառնում։ Շատ լավ է։ Էլ չեմ սպորտ եք նայում։ Հիմա ասենք նախկինում որ ուզենայիք իրար հետ հավաքվեիք եւ ըմբշամարտը նայեք, որտեղ պետք է նայեք։ Տներից մեկում։ Համստեղ ամեն տան էլի։ Չէ, նկատի ունեմ, որ չկար կենտրոնը։ Բայց դա երևի ավելի հարմար է, չէ, որովհետեւ տան շարժը եւ այլն, հետո հոգս պատճառել, այստեղ ավելի հարմար է։ Հա։ Պարզ է կոնցեպտը։ Բացումից ի վեր արդեն 5 ֆիլմ եղել են։ Լավ, այստեղ էլ ենք ոնց որ ինչ-որ մի բանաձև գտել, որը կաշխատի։ Այսինքն լոֆտի օրինակը կա, այս տարի ունենք էլի գրանտային ծրագիր։ Չէ, դե գյուղի համար շատ այստեղ ինչ էր։ Այստեղ իհարկե կոնֆերանս սրահն է, երեխեքը որ քաղաքապետությունները Հա, այս մտել ենք այստեղ, հա, մի րոպե։ Բոլոր դռները մտանք, այսինքն։ Շատ լավ։ Լավ է։ Իհարկե կենտրոնը միայն այս գյուղին չի ծառայում, ինքը կենտրոնական դեր ունի 5 րոպեին կողմից գյուղնա Զարգաձոր Չէ, դե ինքը որ ձգողականություն ունենա կգան կողքի համայնքների։ Շատ լավ է։ Եվ ամբողջ համայնքում միակ կենտրոնը երիտասարդների։ Բնականաբար, ասենք, մենք որտեղ գյուղական բնակավայրերում sense կենտրոններ ունեցել ենք ընդհանրապես։ Սա նորություն է եւ շատ կարեւոր նորություն է։ Հիմա արդեն այս 10 րոպեի ընթացքում, որտեղ ինձ մի հետաքրքիր էր, բովանդակությունից բովանդակությամբ ենք լցնում եւ դա տեսանելի է ու շատ լավ է։ Հիմա հանրապետությունում քանիսն ենք։ Այսինքն մենք գրանտային ծրագիր ենք 20 միլիոն, հա, 26 միլիոն է գրանտային ծրագիր։ Այստեղ մոտ 36 միլիոն է։ Այո։ Գաղափարը հենց այդ է, որ մենք քաջալեր ենք, որպեսզի ինչ որտեղ այդ հնարավորությունը կա, օգտագործենք։ Այո, ծովների ակում ունենք, ամիս 70 այցելու ունենք, հետաքրքրականություն ունենք ժամանակակիցներ, փորձում ենք համադրել կանապորն առավելը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ձեզ էլ Լավ է։ Հավերժություն։ Շնորհակալ։
Ասում եմ լավ տեղ է ստացվել երիտասարդների համար։ Ինչ կա չկա, բա։ Ինչ հարցեր ունեք։ Ինչ ճիշտ է ժամանակ շատ չունենք, բայց ամենակարևոր մի երկու բան որ ասեք, Կարևոր խաղաղություն ունենք։ խաղաղություն ունենք։ Մնացածն էլ կշարունակենք։ Այս շատ ճիշտ եք ասում։ Խաղաղությունը լինի այն մնացած հարցերը չլուծվելու որևէ տարբերակ ուղղակի չկա, որևէ տարբերակ չկա։ Մեկ էլ մի բան կա, Խախսիում էլ ասացի, Խախսիում ասում են դե գյուղում այս խնդիրը կա, ասում եմ կլուծենք, ասում են այս մի խնդիրը կա, ասում եմ կլուծենք, ասում են այն մի խնդիրը կա, ասում են կլուծենք, ասում են բայց մի պայման կա, ասում են ինչ, ասում եմ դե չգիտեմ ներկաներից ով է որ տնտեսական գործունեությամբ զբաղվում է, կարող է մեկը այո, մյուսը ոչ, բայց համոզված եմ որ բոլորը ինչ որ տեղից խանութից ինչ որ գնում անում են։ Միակ պայմանն է նա, որ գնում անելիս ՀԴՄ կտրոն ստանաք, որպեսզի պետական բյուջեում միջոցներ գեներացվեն, որ այդ միջոցները ծախսվեն։ Հետո ասում եմ միջև հիմա որ ինչ խնդրեմ կա գյուղում որ չլուծված է, դա ինչի հետևանքն է։ Դա մի բանի հետևանք է, որ նախորդող շրջանում ոչ ՀԴՄ ենք ուզել, ոչ ՀԴՄ ենք վերցրել, ոչ դրա մասին մտածել ենք։ Այսինքն ես որ հաշվում եմ, իմիջիալս պարոն Խաչատրյան, հա չէ, իմիջիալս կարելի է մի հատ բան անել, էլի մոտավորապես, չգիտեմ, բանաձև անել, թե նախորդող շրջանում մեր չվերցրած, ընդ որում ես էլ Ժորժ ջան, այս հանկարծ չստացվի էլի, որ ես տենց ձեր մասին խոսում եմ, իմ մասին խոսում։ Ես իմ նախորդ շրջանը որ հիշում եմ, ասենք տենց ա եղել, չենք վերցրել։ Հələ մի հատ էլ բան ենք արել, որ բայց փաստը է դա, փաստն է դա, որ մեր բազմաթիվ խնդիրներ չլուծված են, որովհետև չենք ես, առաջին հերթին ես։ Բայց որովհետև էդ էլ է, որ մի պահ գալիս է, հասկանում ես, որ այդ շատ կարևոր դրդություն է։ Իսկ ձեր ասածը 100% ճշմարիտ է։ Այդ կուլտուրան ժողովրդի մեջ նոր է ձևավորվում։ Բայց ձևավորվում է այդ եմ Իհարկե ուզում։ ձևավորվում։ Շատ լավ է, հոյակապ։ Դե գյուղերը, ուրեմն քաղաքում դա արդեն Հոյակապ է, շատ լավ լուր եք ասում, շատ լավ լուր եք ասում, շնորհակալ եմ։ Կենտրոնն շատ լավ է։ Մենական հանգստությունը, խաղաղությունը։ Ժողովրդի ուշքում միտքերը։ Խաղաղությունը ներկա է։ Հա հենց հիմա այս պայն ներկա է։ Բայց ես այդ բանն եմ անում, այդ համեմատությունն եմ անում։ Խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Որտեւ ես միշտ համեմատում եմ ինչքան մտածում եմ ավելի դիպուկ համեմատություն ես չեմ, համեմատում եմ երեխայի հետ։ Երեխան երբ որ ծնվել է, ինքը կա արդեն, ինքը մարդ է, ինքը ապրում է։ Բայց երեխային եթե խնամք չտանես երեխայի, չի ապրի ինքը։ Ընդ որում իրան պետք է շարունակաբար մինչև այն կետը խնամք տանես, որ ինքը արդեն ինքը սկսի խնամք տանել իր աշխատանքով եւ այլն եւ այլն։ Իհարկե խաղաղության պարագայում process-ը այդքան երկար չի, ես համոզված եմ, չնայած մեծ հաշվով երկար է, գիտեք, երկար է այն առումով, որ տասնամյակների թշնամանքը ինքը տասնամյակներ տևելու է հաղթահարելու համար, բայց կարևորը այս հիմքը դրված է, մենք արդեն ուղիղ 2 տարի է, ամիսը ապրիլ ամիսն է, 2 տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք։ Ու դա այո, մեզնից է կախված եւ էս է պատճառը, որ մենք մեր ժողովրդին մի բան ենք ասում։ Ինչ համար եմ ասում, շեշտում եմ։ Այս գյուղը 89 թվից, 90 թվից արդեն Շահումյանում ա եղել։ Մենք ջոկատ կազմած, փոքր գյուղ է, բայց մեծականակ ջոկատով մինչև 44 օրյա պատերազմ, մինչև Ղարաբաղի 23 թիվը ընդեղ եք եղել, մեր տեղեկից ընդեղ են եղել։ Մենք տեսած ենք, այս ամեն ինչը տեսած ենք, մեզ հիմա տենող մարդու դապեյ չի, չտենողը կարող է ուզի, բայց տենողը դա կյանքում չի ուզի։ Առավել եւս այդ պարագայում ես շնորհակալ եմ ձեզ, ձեր դիրքորոշման ու ձեզ ըմբռնման համար, որովհետեւ դա շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը անցած մարդիկ այդ դիրքորոշմամբ եք հանդես գալիս, դա շատ ուժեղացնում է խաղաղության տրամաբանությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Դե գնանք ձեր թույլտվությամբ։ Լավ եղեք։ Հաջողություն։ Առաջ։ Ստեսություն։